Հետևորդներ բարի լույս, օրը թող բարի բացվի, Ամալյան եկել է, կոֆե ենք խմում։ Խմում ենք, խոսում ենք դեսից, դենից, տարբեր տեղերից, չէ Ամալյա ջան։ Կոֆեն խմում ենք, որոշում ենք ինչ անենք, ոնց անենք, բաղճա գնանք կոն հավաքենք Ամալյա, կոնի սեզոնն է, չես ուզում էպես։ Իրիկունը, բայց իրիկունը կաղա բաղճա է թանք։ Հա, հողամաս կարողա գնանք, բայց դե մի օր պիտի հարմարացնենք, գնանք կոն բերենք, կոնի մուրաբաս մեղրեփենք, որովհետև շատ առողջարար է մրսածության, հազի, ջերմության համար։ Շոքերն էլ ընկան։ Արդեն սկսում են պոմիդոր, բիբար աշխատել, հա։ Չէ, երեք սոխերը քախանեցի։ Քախանն են անգամ եմ տվել։ Չի, կոֆե խմենք, անցնենք գործերին։ Հետևորդներ ջան, կոֆեն խմեցինք, զրուցեցինք, խոսեցինք դեսից դենից, Ամալյաս գնաց իրենց տուն, ես էլ իմ գործերով, մի շարք կարևոր գործեր ունեմ, բայց առաջնահերթ մի գործ պետք է անեմ, այն որ մտածում եմ, 2 տարի արանքում եմ, որոշումս արդեն 2 ամիս է կայացնում եմ և վերջնական, կարելի է ասել վերջնական եզրահանգման եկա ու այսօր այդ օրն է, որ ես պետք է իմ որոշումը անեմ։ Միշտ գրում եք, տեսնում եմ նաս, էլ գործի չես գնում, գործից դուրս ես եկել, գործից դուրս չեմ եկել, սիրելի հետևորդներ, իմ հաշվին արձակուրդ էի վերցրել և ամսի 15-ին այդ արձակուրդը լրանալու օրն էր։ Ամսի 15-ին լրանում է արձակուրդը, դե գիտեք, տեսնում եք, ինչքան եմ չարչարվում, աշխատում, գործերս շատ են, հետևորդներ ջան, հենց այդ խոտաբույսերով զբաղվելը, դրա համար ես իմ որոշումը կայացրել եմ։ Մի քիչ տխրում եմ, մի քիչ չգիտեմ, համ տխրում եմ, համ ուրախանում եմ հետևորդներս, շուտ էի որոշել, որ գործից դուրս գայի, բայց գիտեք ինչ, որ աշխատում ես երկար տարիներ, սովորում ես այդ ռեժիմին, այդ միջավայրին, մի խոսքով ու մուկացով մի քիչ դժվար է, ինձ կհասկանաք, ես այս գործից դուրս գալու պահը վերապրում եմ 2-րդ անգամ։ Առաջին անգամ ես գործից դուրս գալու այդ վիճակը, այդ տխուր վիճակը տարել եմ 21 տարեկան հասակում։ Դե այդ 21 տարեկանում ամուսնացել եմ և դպրոցում էի աշխատում որպես տարականների դասվար, դպրոցում ուսուցչուհի էի։ Ինձ համար շատ ծանր եղավ, որ ես աշխատանքից դուրս եկա և այն նպատակով դուրս եկա, որ ամուսնանամ, գալու եմ Վայքում, Վայքի գյուղերում աշխատեմ, բայց այդպես էլ չստացվեց, շատ հանգամանքներ, պատճառներ կային, դե պարզ է, պետք է ասեին, դիմեին, ես իմ գլխի տերը չէիմ, դա էր խնդիրը ու ես ամեն անգամ ծանր էի տանում, որ գործից դուրս եմ եկել, նստել եմ տանը, այն էլ այնպիսի գործեր, գիտեք, մանկավարժի գործ, սիրում էի շատ իմ աշխատանքը, տենց լիովին ինձ նվիրել էի դպրոցին։ Աշակերտներիմ հետ մի խոսքով միջոցառում կազմակերպել, շատ բաների միջով եմ անցել ու ես ահավոր վատ տարա։ Հիմա սա 2-րդ դեպքն է, հետևորդներ ջան, որ ես գործից պետք է գնամ ազատվեմ դուրս գամ, բայց որ ասեմ տենց շատ առաջին անգամվա պես ծանր եմ տանում, ոչ։ Հիմա գործերը շատ են, ես
բլոգեր եմ, տարբեր տեղեր եմ գնում, նկարահանումներ ու միևնույն ժամանակ իմ աշխատանքը։ Դրա համար էլ ես գնում եմ այս վճռորոշ քայլին, որ ամեն անգամ էլ ասել եմ գնում եմ, դիմումս գրեմ ու ամուսինս ասել է ինչի չես գնում, ասել եմ սպասի հեսա կգնամ, ոնց որ ձեռքս չգնա, գնամ, ազատվեմ աշխատանքից ու գամ նստեմ տունը։ Տունն էլ չեմ նստում, դե գնացի, ինչ ասեմ, հետևորդներ ջան, լավ եղեք, հետևեք ինձ, իրար հետ գնում ենք Եղեգնաձորում են նկարահանումներ կանեմ, մի քիչ ման կգանք, ինձ հետ դուք էլ դիմումը գրեք ու գամ տուն, հետևորդներ ջան, չգիտեմ սխալ եմ անում, ճիշտ եմ անում, բայց ճար չկա, գնում եմ, դե պատրաստվեմ, գնամ ու սպասում եմ ձեր կարծիքներին, մեկնաբանություններում կարող եք գրել, ես ճիշտ որոշում եմ արել, թե ոչ, որ գործից գնում եմ դուրս կամ ազատման դիմում գրել։ Կգրեք անպայման ձեր կարծիքները ինձ համար կարևոր են։ Սա էլ նոր վերցրեցի, գյուղից պանիր ենք վերցրել, անցած անգամ էլ էինք առել, պանիր էր, գնամ գամ, աղաջուր պատրաստեմ ու դնեմ սառնարանը, ինչ այդ չեմ կպնում ոչ մի գործ։ Ինչ ասեմ, վճռորոշ օրը եկել է, հասնելու իմաստ չկա, նախ էլ 2 ամիս է հասնում, գնում եմ, ես իմ ձեռքով ստորագրեմ, գրեմ դիմումը, ստորագրեմ ու գամ։ Որդներ, ողջույններ Եղեգնաձորից, 2 ամիս է ես այս ճանապարհով չեմ քայլել, գնում եմ հիվանդանոց, իմ աշխատավայր, կայացնելու մի որոշում, որը չգիտեմ, համ ուրախանում եմ, համ տխրում եմ, կամուկացի մեջ եմ, բայց դե գնում եմ, տեսնեմ ինչ եմ անում, ինչ եմ որոշում, հետա գնում եմ, շոկ, բայց դե սովորենք շոկին, իմանամ դաշտնեմ, արևից մարդ երբեք չպետք է վախենա, սենց գնում եմ, հետ գալուց լավակիչրեմ Եղեգնաձորի մեջ, իմ ուզած բաները կվերցնեմ, որ ասում եմ ջազվա չունեմ, կգնամ ջազվա կառնեմ, այդ խանութները շատ լավ բաներ կան, տեսնեմ այդ կացաների տեղը ինչ կա, մի խոսքով ման գալով կգնամ տուն հետևորդներ ջան, իմ գործերը կանեմ, սենց մի քիչ անսովոր է դարձել ճանապարհը, տենց է չէ, որ մի բանի հետ ես վարժվում, անսովոր է դառնում, անսովոր, այսպես, հին մեքենա, ահա հասա խաչմերուկ ներքև Եղեգնաձոր ես իջնում ես, կողմել գնում ես հիվանդանոց։ Դե ես գնամ իմ հարցերը որոշեմ, կարգավորեմ, հետո կմիանամ ձեզ։ Մեր սա մանկապարտեզի բատն է, որ իջնում էինք, լավաշ էինք առնում հիվանդանոցից ու 2 ամիս հետո ինչ գեղեցիկ փոփոխություն է եղել, սարքել են, ասֆալտել են, գեղեցկացել է շատ, այ նոր երևաց, որ սա մանկապարտեզ է, ու այսպես ես կարճ ճանապարհով ես իջնեմ, գնամ մտնեմ, ջազվա վերցնեմ ու գնամ տուն, հետևորդներ ջան, գնամ, գործերս շատ են, կարոտել է ճիշտն ասած այս տարածքների, ու ինչ լավ փոփոխություններ է եղել, այստեղ էլի տենց ինչ որ բան են լցրել, ճանապարհները Արկել են, բարեն նորոգել են, 2 ամսում ինչ դրական փոփոխություններ է եղել Եղեգնաձորում, իհարկե նույնն էլ այս վերջերս շատ են սկսել զբաղվել
ճանապարհների բարենորոգումներով, բարեկարգումներով։ Ահա, այսպես։ Ասնեմ երեխեք, հələ 3 հատ թռչեք տանեմ։ 2 ամիս է ես չեմ եկել գործի։ Կորոտ են եղել ան մեջը։ Սիրուն լավաշներ։ Ահա։ Հավեսին, համով կարոտել էի լավաշներին, ձեզ էլ հետը։ Դուք ինչ չէիք կարոտել։ Լավաշի վրայա, չէ, քեզ չեմ նկարում։ Ահա, իմ հացն էլ վերցրեցի, հետևորդներ ջան, այն որ անցնում էի, հոտը տվեց քթիս, 3 հատ վերցրեցի, արագ գնամ, որ հասցնեմ։ Ես ինձ սիրուն են ծաղկել ստեղի վարդերը։ Մի հատ նայեք, հրաշք են, հրաշք։ Սիրուն հավեսին, փունջ։ Սենց նկարելով գնամ, ես այսօր տուն չեմ հասնի։ Հով զով է այս մասում, հետևորդներ ջան, հավեսին ես ծառերի տակ, հովա, ծաղիկները կարոտել էի, հա, կարոտել էի, որ ժամանակ է չի լինում գազ, մանգազ գնաս, հեսա շուտով գասնենք իմ սիրած խանութը։ Հա, լավ եք։ Լավ ենք, դուք լավ եք, որ մեզ մեջ տենց ուրախացնեք։ Ուրախ եմ շատ։ Ապրեք, չամիջ ես ապրեք։ Հանդիպեցի իմ հետևորդուհուն։ Ես էլ ես իմ սիրած խանութն եմ, միշտ օգտվում եմ, մտնենք ներս։ Հա, հետևորդներ ջան, վերջապես ես եկա իմ սիրած խանութը ու հայր ջազվայից էի ուզում վերցնել, սրճեփից մի հատ եմ տարել, դենի արդեն հողամաս էի տարել, սա տանեմ, որ ես որ կոֆեն լինում է, բարձրանում է խշշոցով, թշոցով, են սենյակից լսում եմ, թե չէ մի հատ ունեմ, ծիխարի ալնում, ամեն օր գազ եմ սրբում։ Էսի վերջ, մեկ է այն լեմ բաժակներից դուք ստացել եք նորից, այն մեծերից, որ կար սիրենվի կանաչ։ Չէ, մեծ կլոր բաժակ էր, համ սպաս կարայր լցներ, համ թամփրթոշ։ Ես ինչքան տեսականի է շատացել այս լավ խանութում, սիրելի հետևորդներ, վայոց ձորցիներ, եղեգնաձորցիներ, վայքեցիներ, շատ լավ խանութ է, էժան, գեղեցիկ, ճաշակով սպասք է ապրանքներ է։ Այդ բաժակները այնքան ենք հավանել, մի անգամ եկամ, էլի ստացել եք, իչքան կար վերցրեցի տարա։ Կարող է ստանալ, կարող է ունենաք։ Հա։ Հաստատ կունենանք։ Համարս ասեմ, գրեք, որ հա, այնքան համար եմ վերցրել։ Իմ օրին ես էլ համար տվեք կզանգեմ, ու չէ զանգում, վայ, հետո տենում են, որ խոսքի խոտաբույսեր են վերում վաճառում, հետո տենում են, բա դու մեզի պիտի զանգեիր, որ խոսքի խատուտիկի արմատ վերցենք, ասում եմ, վայ, մոռացել եմ։ Նույնն էլ իմ մոտ է, լավ, կարևորը ջազվան է վերցրեցի, բայց տեսականին շատ, ինչպես միշտ շտապում եմ, որ տրանսպորտից չուշանամ, բայց շատ լավն է, խանութը ձեր, ոնց որ շատացրել եք, ես 2 ամիս է եղեգնաձոր չեմ եկել, արձակուրդի մեջ էի։ Տեսականի շատ։ Հա, շատացրել եք, դրա համար եմ ասում, շատացել։ Հա, մեկը մեկից սիրուն, ճաշակով, հետևորդներ ջան, հեսա մուտքի մոտ խանութի պաստառն է ցույց կտամ, կտեսնեք։ Ուզում էի նկարել, հենց ուզում ես ես պահել, մեկ է մի հատ տատիկ էր ստե կանգնած իմ հետևորդուին, ասեց, վայ, պաթաթվա, պաչեց, մոռացա։ Վերջ, կարևորը ջազվաս էր։ Մեր մոտից ինչքան թանկ ենք առնում։ Լավ է, չէ, բայքից եմ, բայց դե որ թանգա, էլի, ասում ենք թանկ ենք առնում։ Հա, էդ էլ դուր դանակները։ Ձեզ ստեսություն։ Այսա ցույց տամ, որ խանութն եմ գալիս, մտնում, որ
ամեն ինչ տան համար։ Անունն էլ իզուր չեմ փակցրել գրել, որովհետև ամեն ինչ կա, տեսականին շատ է, մատչելի, հարմար տարբերակ։ Ահա նեղնեղ արանքներով, նեղնեղ ճամփեքով հասա ես այստեղ, որ գնամ հեսա տրանսպորտը կգա, չուշանամ, հասնեմ գնամ վայք իմ գործերին։ Արդեն երեխաները տրիվոգ են դրել Աշոտը։ Ահա այդ դիմացի հետ մեքենան էլ որ կա, տեղ էլ լավ էժան բանջարեղեն են վաճառում, կանգառին մոտ է, միշտ էլ օգտվել ենք։ Ոյ, այստեղ էլ են ամբողջը քոնդել, սարքում են։ Ճանապարհը մեզ է, մերն է, մեքենաները պետք է զիջեն։ Տեսնեմ ժամանակ մնում է, ես էլ առևտուր անեմ։ Գիլաս։ Ոյ, հենիշ ջարդեցիք։ Թվավ։ Ինչ բարև ձեզ։ Ինչի տարբեր։ Այո, ասենք եկալնես մենակցում ես եկալնես։ Չես զերծ, տարբերություն չկա։ Երևի նույնն է, էլի։ Չէ, մտածում եք, երև մտածում ես դա խա, չէ, իրա սորտն է տենց։ Հա, ես մշակել եմ, գիտեմ։ Իրա սորտն է տենց հենց։ Էլի։ Նայում ես, որ լուծես, միջին չափը վերջ։ Ես ադենց եմ անել։ Դրսակ։ Հա։ Լավ է լոբի է։ Ստեղի բանջարեղենը իրոք շատ էժան է, իսկ որ գալիս են վերցնում են։ Հա։ Հարմար է, լավ։ Լավնա, տար բան չեն ասի։ Իրա սորտն է տենց։ Արդիր կիրևա ինչ եմ բերը։ Հետևորդներ ջան, հեկա տուն։ Подожди. Հեկա տուն։ Հա, ինչ է։ Ջազվա։ Առել ես։ Հայո։ Վաու։ Բա։ Ուրեմն այդ ջազվան տանում եք բախչա, այդ էլ նորի տեղն եք բանանում։ Հենց թազա ջազվա ենք ունենում, հինը մաման տանում է բախչա։ Չենք տանի, էդի բախչայի բան չի, էսի հեսա գինը պտակից պոկենք, դնենք ջրի մեջ, որ փափկի, պոկենք, վերջապես բերեցի, ահա։ Սոդա։ Սոդա չի, խոշոր աղ եմ բերել, որ պաների աղաջուր անեմ։ Պանիր աղաջուր։ Լավաշ։ Այո, Եղեգնաձորից իմ սիրած լավաշից եմ վերցրել։ Հեսա այս աղաջուր անենք, թող լավաշը հանիր։ Հանեցիր։ Լոբի։ Լավի։ Սիրում ես լոբի։ Այդքան էլ չէ։ Ինչի։ Ես նայում։ Միացնենք հաց մաց ուտենք։ Ինչ ենք ուտելու։ Կուտենք էլի։ Լոբի եմ բերել, պամիդոր եմ բերել, հաց, պանիր, կեր ու բանիր։ Պամիդորն էլ հետ է։ Ահա, էսի սենց։ Հետևորդներ ջան, հաց ուտենք, աղաջուրը սարքեմ։ Ես գնացի պաղպաղը կառնեմ կամ։ Ինչի։ Են ճաշը ուտենք, լոբի եմ բերել, լոբի կսարքեմ։ Տաքացնեմ, հաց մաց ուտենք ու տեսնենք ինչ ենք հետո անում։
Հետո տան գործեր, դանակներ վերցրեցի, էլի սուր դանակներ են։ Սա հաց,